Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է. Փաշինյանի լրությունը թվացյալ է, փաստեր են հավաքում։ Ժողովուրդը հայտնում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը կամ կբավարարի Ջալալ Հարությունյանի պահանջը եւ նրան կարդարացնի կամ գործը կուղարկի առաջին ատյանի դատարան։ Չի բացառվում, որ որոշումը թողնի անփոփոխ։ Փաստը հաղորդում է Սնդամտերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։ Տիգրան Պետրոսյանին նշանակելու համար լոբբինգ է անում Արայիկ Հարությունյանը։ Հրապարակը գրում է, որ քաղաքացիական պայմանագրի թիմը հանձինս Տիգրան Ավինյանի դեմ է Արփի Դավոյանին։ Ժողովուրդը գրում է, հայկական ֆուտբոլը դարձրել են որբի գլուխ, երբ ինչ ուզում անում են այդ որբի գլխի հետ։ Փաստը նշում է Ռազմիկ Մկրտչյանը, վանկարկում էր Ռոբերտ Հանցագործ։ Այնինչ 7 տարի անց նա կալանավորվում է իր կաբինետում անձի խոշտանգման հատկանիշներով։ Հրապարակը գրում է, եթե տնային կալանքը չվերածվի, Հովիկ Աբրահամյանը ոստիկանների ուղեկցությամբ կմասնակցի Թորան հարսանիքին։ Ժողովուրդը տեղեկացել է, որ սկանդալով հեռացած Վիլեն Գաբրիելյանն էլ է առաջադրել տեխնացությունը ՔՊ վարչությունում։ Հրապարակը գրում է, Շենգավիթի թաղապետի կինոն հասել է Փաշինյանին։ Փաշինյանի հրահանգով էլ կալանավորվել է։